Բարև ձեզ, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական իրադարձությունները ռազմինֆոն ներկայացնում է մեկ տեսանյութում։ Սկսենք հայկական իրադարձություններից։ Մայիսի 11-ին Արփագետի երկայնքով սահմանային չեզոք գոտում Տանձիկի ջրամբարում հրշեջ փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները, որոնք ուղղափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են զինծառայող Մերժան Հարությունյանի դին։ Մայիսի 12-ին Սպայի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, բայց եզրակացությունների մասին դեռևս վաղ է խոսել։ Հիշեցնենք, որ 28-ամյա ավագ լեյտենանտը զորամասից անհետացել էր մայիսի 1-ին։ Նա ծառայում էր Վայքի Նախիջևանի սահմանակից Հայաստանի Հանրապետության զորամասերից մեկում։ Մյուս իրադարձությունը։ Մայիսի 10-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։ Զինծառայողին հայտնաբերել էին գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով։ Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Կարապետյանը մահացել էր։ Հավելենք, որ մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր այդ զորամաս, անձամբ ծանոթացել դեպքի հանգամանքներին, որից հետո անցկացրել էր արտակարգ խորհրդակցություն ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում։ Նախարարը ծառայողական քննության ողջ ընթացքը վերցրել է իր անմիջական հսկողության տակ։ Այս պահին առաջարկում եմ ծանոթանալ Ադրբեջանի ռազմական լրահոսին, որը կներկայացնի Ադրբեջանի ռազմական և քաղաքական իրադարձություններին հետևող Անի Մարգարյանը։ Անի, շաբաթը սկսենք դարձյալ կորուստներից և վիրավորներից։ Ինչ ունենք այս անգամ։ Կցանկանայի սկսել մայիսի 11-ին արձանագրված միջադեպից։ Մայիսի 11-ին ադրբեջանական սոցցանցային մի քանի էջեր եւ դրանցից կարող եմ առանձնացնել հենց Sanjak Production-ը, որը սկզբնաղբյուր է համարում, լուրեր էր տարածել հողում տալով սեփական աղբյուրներին, որ Ադրբեջանի զինված ուժերի 4 զինծառայողներ, նրանցից 2-ը լեյտենանտ, մեկը ինչ-որ ստորաբաժանման հրամանատար, մեկը շարքային, սպանվել են հայկական կողմից արձակված կրակից եւ հայկական հարձակման հետևանքով։ Ընդ որում Sanjak Production-ը հստակ նշել է նրանց անուն ազգանունները, կոչումները եւ տարիքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր հերքել այս տեղեկությունը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ գեներալ լեյտենանտ Վագ Դարգալն հավելել էր, որ նման անուն ազգանուններով զինծառայողներ ադրբեջանական զինված ուժերում չկան։ Այնուհանդերձ պետք է շեշտեմ, որ ճիշտ է նախկինում եւս նման դեպքեր եղել են եւ ադրբեջանական սոցցանցային աղբյուրները նման լուրեր են տարածել, սակայն թերևս եզակի դեպք է, երբ հստակ նշվում են անուն ազգանունները եւ կոչումները։ Մյուս միջադեպը մայիսի 14-ին հայտնի է դարձել, որ Աղդամի շրջանում 4 պայմանագրային զինծառայողներ վթարի են ենթարկվել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել լուրը։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում պայմանագրային զինծառայողներից մեկը, որ նաև ռազմական նվագախմբի անդամ էր, մահացել է ինչ-որ հիվանդությունից, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը, սակայն չի մեկնաբանել, թե ինչ հիվանդության մասին է խոսքը։ Մայիսի 15-ին առաջնագծի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողներից մեկը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակեվացել ու սպանել մայոր Էմիլ Ալի Հուսեյնօղլու Ասքելին։ Պաշտպանության նախարարությունը կրկին լուրը հաստատել է, սակայն պաշտոնական հաղորդագրությունից պարզ չէ, արդյոք սա դիտավորյալ սպանություն է, թե պարզապես անվտանգության կանոնների խախտում։ Մայիսի 16-ին Շիրվանի շրջանում ներքին զորքերի լեյտենանտներից մեկը վթարի է ենթարկվել, տուժել են նաև ուղևորները, բացի վարորդից լեյտենանտ Օրհան Ղուրբանովը եւ կրսեր սերժանտ Ալամատ Մամեդովը։ Նորից մայիսի 16-ին կրկին հաղորդագրություն տուժածների մասին Բաքու-Ղուբա ավտոճանապարհին վթար է գրանցվել, տուժել են զինված ուժերի 2 զինծառայողներ։ Հետաքրքիր է, որ ոստիկանական բաժանմունքը հաղորդում է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետևյալն է հաղորդում, որ այո, զինծառայողներ եղել են ավտոմեքենայում, սակայն տուժածներ չկան։ Եվ մայիսի 17-ին Շահումյանի սահմանակից Գերանբոյի շրջանում կրկին ավտովթար, այս անգամ Ժիգուլի ավտոմեքենայի մասնակցությամբ ուղևորներից մեկը պայմանագրային զինծառայող մահացել է, վարորդին տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ ադրբեջանական մամուլի հաղորդած տվյալների, այս ավտոմեքենայում եղել են 2 ուղևորներ, հաղորդում է միայն նրանց անուն ազգանունները, սակայն պարզ չէ, արդյոք նրանք ևս զինծառայողներ են եղել, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուրը չի մեկնաբանել։ Ամփոփեմ ընդհանուր պատկերը, հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա, կարող ենք արձանագրել, որ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի 3 զոհ, 13
13 կամ 15 վիրավոր կապված նրա հետ արդյոք վերջին իմ նշած միջադեպում երկու ուղևորները զինծառայողներ եղել են թե ոչ։ Բարի, այս շաբաթ այս առումով քեզ մոտ բավական հագեցած էր, անդրադառնանք նաև կադրային փոփոխություններին, որը սկսվել էր դեռ 2013-ի հոկտեմբերից։ Այո, կադրային փոփոխությունների առումով եւս հագեցված շաբաթ է գրանցվել։ Նշեմ, որ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կադրերի վարչությունը եւ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիան ունեն նոր ղեկավարներ։ Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ լեյտենանտ Չինգիզ Մամեդովը հեռացվել է պաշտոնից եւ նրան փոխարինել է Քերիմ Վելիևը։ Ինչու եմ առանձնացրել այս լուրը, Չինգիզ Մամեդովը Ադրբեջանում առավել խնդրահարույց գեներալներից է, նա պաշտոնավորել է դեռևս Սաֆար Աբիևի օրոք եւ համարվում է Սաֆար Աբիևի պաշտպանության նախկին նախարարի մտերիմներից։ Նրա անունը հիշատակվում է բազմաթիվ սկանդալներում եւ ըստ ադրբեջանական կայքերի եւ ոչ պաշտոնական աղբյուրների նա ալկոհոլ է օգտագործել երեկույթների ժամանակ, պաշտոնական հավաքույթների ընթացքում այդ ամենը լրագրողները գրանցել եւ տեսագրել են եւ 2013-ի օգոստոսին, երբ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիա ուսանողների ծնողների ցանկանում էին նրա հետ հանդիպել, նա հրամայել էր վարորդին վրաերթի ենթարկել նրանց։ Եվ մյուս կադրային փոփոխություններին անդրադառնամ, Բեյլագանի երկրորդ բանակային կորպուսը ունի նոր հրամանատար Այազ Հասանով գեներալ-մայոր, իսկ նախկին հրամանատարին ձերբակալել են եւ նրան մեղադրում են խոշոր չափերի կաշառակերության համար, ձերբակալվել է նաեւ Բեյլագանի կորպուսում հրամանատարի երկու տեղակալներ են, նրանք եւս ձերբակալվել են եւ առավել աղմկահարույց նշանակում Ադրբեջանում գեներալ Էլբրուս Օրուջևը, որը վաստակել է այսպես կոչված ազգի դավաճանի եւ Շուշին ճակերտավոր հայերին հանձնող գեներալի համբավ, նշանակվել է Ադրբեջանում պաշտպանության նախարարության օպերատիվ վարչության ղեկավար, շատ կարևոր վարչություն է։ Հետաքրքիր է, որ Էլբրուս Օրուջևը իրեն մեղավոր չի ճանաչում Շուշին հանձնելու մեջ, նրան ինչու են մեղադրում, որովհետև նա այդ ժամանակ 704-րդ բրիգադի հրամանատարն էր, որ հենց Շուշիում էր տեղակայված, նա վկայում է, որ երբ իրեն նշանակել էին եւ նույնիսկ այդ մասին գիրք է գրել, որը հրատարակվել է 2012-ին, նա իր գրքում հիշատակում է, որ այդ ժամանակ ադրբեջանական բանակում քաոս էր տիրում, զինծառայողները չէին ենթարկում հրամանատարներին, հրամանատարները չէին բավականացնում, ոսի նա ոչինչ չէր կարող անել եւ մնում էր այսպես կոչված Շուշին հանձնել հայերին 1992 թվականին, ավելին հենց Օրուջովի վկայությունների հիման վրա Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարին ձերբակալեցին եւ ազատազրկեցին պետական դավաճանության հոդվածով։ Ինչու են նշանակել Օրուջովին, այս հարցով ադրբեջանական ՀԱՔ-ն լրատվակայքը դիմել է պաշտպանության նախարարությանը, սակայն պաշտպանության նախարարությունը բավական կտրուկ պատասխան է տվել, որ Զաքիր Հասանովի հրամանն է պաշտպանության նախարարի եւ այն ենթակա է կատարման, այլ ոչ թե քննարկման։ Սակայն քննարկումները շարունակվում են եւ մինչ այս հնչած տեսակետներից մեկը առանձնացնեմ, որը թերևս իրականության հետ որոշակի աղերսներ ունի, Օրուջևը պաշտոնավարել է Ուզբեկստանում, Վրաստանում եւ այլ երկրներում Ադրբեջանի ռազմական կցորդ եւ այդ ընթացքում լավ հարաբերություններ է հաստատել Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների հետ եւ պաշտպանության նախարարը թերևս կարծում է, որ այդ լավ հարաբերությունները կարելի է կիրառել իշահ Ադրբեջանի այս նշանակումն անելով։ Դե տեսնենք ինչ է լինելու հետագայում եւ խոսենք նաեւ եւս մեկ կարեւոր դեպքի մասին։ Ֆրանսուଆ Օլանդը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը Ադրբեջանում էր։ Այս այցը որևէ ձևով անդրադարձել է ռազմական ոլորտում, թե չէ։ Այս շատ ռազմավարական եւ ենթակառուցվածքների ոլորտի վրա է անդրադարձել, կնքվել են մի շարք պայմանագրեր մայիսի 12-ին Ֆրանսուଆ Օլանդի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ եւ մասնակցությամբ, եւ մենք դրանցից առանձնացրել ենք ֆրանսիական Alstom ընկերության եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարության միջև կնքված կարևոր պայմանագիրը։ Պայմանագիրը ենթադրում է, իդեպ Alstom-ը շատ հայտնի ընկերություն է, նա զբաղվում է ենթակառուցվածքներին անհրաժեշտ տեխնիկա եւ վագոնների էլեկտրաքարշերի ստեղծմամբ, որոնք ներկայիս շուկայում ամենաարագընթացների շարքում են եւ ամենավորակյալների։
Ուրեմն ցույց պայմանագիրը ենթադրում է, որ ֆրանսիական ընկերությունը 2016-ից 2018 ընկած ժամանակահատվածում պետք է արտադրի եւ Ադրբեջանի տրամադրի 50 միավոր էլեկտրաքարշեր KZ8A անունը կրող էլեկտրաքարշերը, որոնք կարող են քաշել 9 տոննա բեռ, ունեն 120 կմ ժամանակություն եւ 8800 կՎտ հզորություն, բավականին հզոր են։ Եվ բացի այդ պետք է հիմնի EKS անունը կրող ֆրանս-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն, սակայն ինչն է հետաքրքիր, այս էլեկտրաքարշերը չեն արտադրվել ոչ Ֆրանսիան, ոչ էլ Ադրբեջանի տարածքում։ Իսկ որտեղ են արտադրվել։ Դրանք արտադրվելու են Ղազախստանում, եւ ասեմ թե ինչու։ Նշված էլեկտրաքարշերը ֆրանսիական այս ընկերությունը արտադրում է դեռևս 2010-ին Ղազախստանի հետ կնքված եռակողմ պայմանագրի մյուս կողմը Ռուսաստանն է։ Այս եռակողմ պայմանագրի հիման վրա եւ այս էլեկտրաքարշերի արտադրությունը ի սկզբանե նպատակ ունի թարմացնել Ղազախստանի վագոնների եւ էլեկտրաքարշերի ամբողջական պարկը, այսինքն պայմանագիրը երկարաժամկետ է գործել մինչեւ 2020 թվականը։ Պետք է շեշտեմ մի բան եւս, որ Alstom-ը SOCAR Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ ունի համագործակցության բավական երկար պատմություն, բացի այդ էլ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեցող Թուրքիայի հետ համագործակցում է շուրջ 60 տարի։ Պետք է շեշտեմ մի հանգամանք եւս, որ Alstom-ը վերջին շրջանում հայտարարել է ֆինանսական լուրջ խնդիրների մասին։ Հետևելով պաշտոնական զեկույցին 2012-ի համար 2013-ին այս ընկերության եկամուտը նվազել է 28%-ով եւ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերը, արդեն կան գնորդներ, գերմանական Siemens-ը եւ ամերիկյան ընկերություններից մեկը։ Կարծում եմ սա եւս կարեւոր է, պետք է հաշվի առնել։ Այսքան է շատ։ Այսքանը։ Տեսնենք, հետևենք իրադարձություններին, տեսնենք ինչ է կատարվում առաջիկայում։ Շնորհակալություն Անի, իսկ մենք շարունակենք հայկական լրահոսը։ Շարունակելով հայկական լրահոսը նշեմ, որ մայիսի 11-ին Արցախի վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկը, որտեղ 20 տարի առաջ ավարտել էր իր մարտական ուղին։ Զինծառայողներն անակնկալի էին եկել, քանի որ վարչապետը ոչ ոքի չէր զգուշացրել։ Միասին ընթրեցինք, իսկ գիշերը զինծառայողների հետ մարտական հերթապահություն իրականացրինք։ Այս մասին Ռազմիֆոյի հետ զրույցում նշել էր Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Ըստ մամուլի քարտուղարի, գիշերը զարմանալիորեն հանգիստ է անցել, մեջբերում է։ Ընդհանրապես այդ հենակետն ամենավտանգավորներից է համարվում ու գրեթե ամեն օր այդտեղ կրակոց է հնչում։ Այդ գիշեր լրիվ հանգիստ անցավ։ Տեղեկացնենք, որ ուղիղ 20 տարի առաջ մայիսի 12-ին Արցախյան պատերազմն ընդմիջվեց հրադադարի պայմանագրի կնքմամբ։ Մյուս իրադարձությունը դարձյալ պաշտպանության բանակին է վերաբերում։ Մենք ուղերձ ենք ուղարկել, որ ցանկացած դիրքից, եթե մեր զինվորին կրակեն, միայն այդ դիրքը գրավելու ենք։ Ուժի դիրքերից թելադրողի պարագայում մենք խաղաղությունը կարող ենք հարատև դարձնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Հակոբյանն անդրադարձել է նաև ձեռքբերված սպառազինությանն ու նշել, որ վերջին 3 տարվա ընթացքում ավելի շատ սպառազինություն է ձեռքբերվել, քան 17 տարվա ընթացքում։ Նշենք, որ մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հրամանատարի հրավիրած ասուլիսը նվիրված էր հրադադարի հաստատման 20-ամյակին։ Ամփոփենք նաև Թուրքիայի ռազմական իրադարձությունները, որը կներկայացնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։ Գևորգ, սկսենք նրանից, որ Թուրքիան փորձարկում է իր անօթաչուն։ Այո, իրականում անօթաչուն խոսքը քարայել անօթաչու թռչող սարքի մասին է, որն արտադրում է Vestel ընկերությունը։ Իրականում դա դեռ փորձարկվել էր 2009 թվականին, սակայն Թուրքիայի զինված ուժերը պատվիրելուց առաջ որոշակի փոփոխություններ ցանկացավ, որպեսզի կատարեն անօթաչուի մարտավարատեխնիկական բնութագրերում եւ հետաքրքիր է, որ զգալի մեծացավ նա, այսինքն բնօրինակից զգալի մեծացավ եւ այդ պայմանով թուրքական զինուժը պատրաստվեց գնել դրանք։ Ներկայում փորձարկվում է հենց այդ տարբերակը, որն է պետք է դրվի սերիական արտադրության։ Թուրքիայի զինված ուժերը պատվիրել են 6 նմանատիպ անօթաչու թռչող սարք իրենց կայանների հետ եւ արդեն դրանք սկսել են փորձարկումները։ Այս անօթաչուները նախատեսված են հետախուզական աշխատանքների համար եւ Թուրքիայում բավական ողջավորությամբ են ընդունել այս փաստը։ Տեսնենք թե ինչպես կընթանան փորձարկումները եւ ինչպես այս սարքը կընդգրկվի թուրքական սպառազինության մեջ։ Բարի, Թուրքիան ներկայացրեց իր A400M ինքնաթիռը։
Ուրեմն բավական հետաքրքիր էր A400M ստանալու գործընթացը, սա պետք է ավելի շուտ լիներ, այսինքն հանդիսավոր ներկայացումներ հանրությանը Թուրքիային, որին մասնակցում էր Թուրքիայի նախագահ, պաշտպանության նախարարը, այսինքն բարձրաստիճան զինվորականներ, A400M-ը նորագույն բեռնատար ինքնաթիռներից է, որը արտադրում է Airbus ընկերությունը, Թուրքիան երկրորդ պատվիրատուն էր, որը ստանում է այս ինքնաթիռը, այսինքն սա առաջին օրինակն էր, Թուրքիան ընդհանուր պատվիրել է 10 միավոր։ Եվ ահա մի քանի ամիս շարունակ թուրքական կողմը հրաժարվում էր ընդունել ինքնաթիռը, պատճառաբանելով, որ որոշ անսարքություններ կան, իհարկե այդպես էլ չհայտարարվեց, թե ինչ անսարքություններ էին։ Ի վերջո ապրիլի կեսերին արդեն հասավ ինքնաթիռը Թուրքիա եւ ահա օրերս արդեն պաշտոնապես հանդիսավոր կերպով ներկայացվեց Թուրքիայի զինված ուժերի առաջին A400M բեռնատար ինքնաթիռը, որը պետք է ընդգծենք, որ բավական հաջող ձեռքբերում է Թուրքիայի համար։ Զրահամեքենաներ արտադրող թուրքական ընկերությունը հայտարարեց, որ նոր գնորդ ունի։ Այո, խոսքը BMG ընկերության մասին է, որը արտադրում է թուրքական զինուժի Kirpi զրահափոխադրիչները, դա թուրքական արտադրության առաջին զրահափոխադրիչն է, որի ճակատագիրը բավական վայրիվերումներով էր, շարունակվում եւ ներկայում է դեռ անորոշ վիճակում է։ Իրականում ընկերությունը դեռ անցյալ տարի սնանկ էր ճանաչվել պարտքերի պատճառով, իսկ պարտքերի պատճառը բավական հետաքրքիր էր։ Թուրքիայի զինված ուժերին նրանք բավական ուշացրել էին Թուրքիայի զինված ուժերին հանձնել պատվերները, Kirpi զրահափոխադրիչները, ինչի արդյունքում թուրքական զինուժը խզել էր պայմանագիրը եւ ֆինանսական լրջագույն խնդիրների առաջ էր կանգնել ընկերությունը, եւ ահա թուրքական կառավարության անցնելուց հետո որոշում էր կայացվել հանել այն աճուրդի եզրափակիչ փուլում ընդամենը մեկ մասնակից է եղել ES ներդրումներ ընկերության ղեկավար Ethem Sanjak-ը, ով համարվում է Թայիպ Էրդողանի մերձավորներից մեկը, Թուրքիայի վարչապետի։ Նա առաջարկել էր $350 միլիոն եւ չունենալով այլ մրցակիցներ շահել էր աճուրդը եւ ներկայում ընկերությունը անցնելու է Սանջակին, նա պարտավորվել է մոտ $0.5 միլիարդ ներդրումներ կատարել եւ պետք է հաշվի առնենք, որ ընկերությունը ունի նաեւ $450 միլիոն պարտքեր։ Այսինքն ընդհանուր ամփոփելով, բավական հետաքրքիր պատկեր ենք ստանում, ինչու, այսինքն թուրքական ռազմաարդյունաբերական ոլորտում մասնավորապես զրահատեխնիկա արտադրող ընկերություններին մասնավոր նոր մրցակից է ի հայտ գալիս, այսինքն BMG-ն իր նոր սեփականատերով Եվ պետք է հաշվի առնենք, ինչպես նշեցի, որ այս ընկերության տերը Թայիպ Էրդողանի մերձավոր գործարարներից է, բավական հաջող գործարար է, Թուրքիայում եւ Սա ինչ-որ բան նա մտնում է ռազմաարդյունաբերության ոլորտ եւ սպասելի է, որ տարբեր պատվերների կատարման արդյունքում պետական մակարդակով նա որոշակի աջակցություն կստանա, ինչը օտոքարի նման կամ FNSS ընկերությունների համար սա դառնում է բավական լուրջ մրցակից Եվ ենթադրում եմ, որ Kirpi արտադրությունը նորից, այսպես ասած, կվերակենդանանա եւ կսկսեն արտահանումները նաեւ արտաքին շուկան։ Այնպես որ բավական հետաքրքիր է լինելու հետեւել հետագա զարգացումներին։ Շաբաթներ առաջ խոսեցինք, որ թուրքական նավատորմը դուրս է եկել նավարկության։ Հիմա ուր են հասել։ Այո, խոսքը Բարբարոս նավատորմ խմբի մասներ այդպիսի անուն էին, թուրքերն ընտրել 5 ռազմանավից էր կազմված, դուրս էր եկել մարտին նավարկության, երևի վերջի 100-150 տարվա ընթացքում Թուրքիայի պատմության դա խոշորագույն նման նավարկություններ, ռազմանավերով նման երկար նավարկություն 102 օր տևողությամբ, հիմնականում անցնելու էին աֆրիկյան երկրների ափերով, կանգնելով այնտեղ, կապեր հաստատելով, միջոցառումներ անցկացնելով, վարժանքներ անցկացնելով եւ ահա այժմ արդեն հասել են վերջնագծին են մոտենում, ներկայում Հարավաֆրիկյան Հանրապետության ջրային տարածքներում են Օվերբերգ զորավարժարանում, ռազմածովային ուժերի համար նախատեսված զորավարժարան է, ահա այստեղ անցկացնում են կրակային վարժանքներ, ռազմանավեր, այսինքն զորավարժություն է, մեծ հաշվով իրականացվում, որից հետո պետք է նաև հնդկական օվկիանոսով որոշակի նավարկություններ կատարեն, ապա վերադառնան Թուրքիա։ Իսկն արդեն ավարտին է։ Դեռ կարծես թե բարեհաջող է անցնում, ինչ որ միջադեպերի մասին չեն խոսում եւ սա բավական
կրկին ասեմ, ռազմածովային ուժերի առումով Թուրքիայի բավական դեպի առաջ ուղղված քայլ էր եւ պետք է հասկանանք նաեւ, որ հենց թուրքերը չէին խուսափում նշել, որ սա նաև դիվանագիտական նշանակություն ունի, այսինքն այցելություններ աֆրիկյան երկրներ եւ ընդհանրապես Թուրքիան վերջին շրջան փորձում է ակտիվացնել Աֆրիկայում իր քաղաքականությունը եւ այս քաղաքականության համատեքստում սա նույնպես այդ քայլերից մեկն էր։ Բարի այսքանը։ Այո, այսքանը։ Շնորհակալություն, իսկ մենք շարունակենք հայկական լրահոսը։ Ներկայացնում եմ նաև Ռազմինֆոյի առանձնացրած շաբաթվա վերջին իրադարձությունները։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության քարոզչության պետ Լևոն Ավագյանի գլխավորությամբ մայիսի 12-ից 13-ը Գերմանիայում Պոտսդամ քաղաքում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF առաքելության հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին, որտեղ ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանյան 1 խաղաղապահ ստորաբաժանում առաքելություն կիրականացնի նաև Քաբուլում։ Եվ վերջին իրադարձությունը։ Այսուհետ արտերկրի բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետման իրավունք արական սեռի քաղաքացիները կստանան միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում։ Նախագծի համահեղինակ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ այս դրացման անհրաժեշտությունը ստեղծվել էր այն պատճառով, որ ուսումը շարունակելու համար օտար երկրներ մեկնում էին հիմնականում արական սեռի ուսանողները, ինչի արդյունքում նրանք նաև օգտվում են զինծառայությունից տարկետման իրավունքից։ Ըստ նախարարի սա զինծառայությունից խուսափելու ձև էր։ Բացի դրանից շատ քաղաքացիներ ուսումից հետո այլևս չէին վերադառնում Հայաստան։ Նշենք, որ արտերկրում սովորելու մեկնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կկնքեն 8.5 միլիոն դրամ գրավի պայմանագիր, ինչը պիտի երաշխիք լինի ուսանողների Հայաստան վերադարձնելու համար։ Այսքան էինք առանձնացրել շաբաթվա համար, ռազմաշաբաթն ամփոփեց Հասմիկ Մելիքսյանը, խաղաղություն ենք մաղթում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։